The story. Պատկերացրեք հեռանում եք ձեր տնից, որը սիրում եք, որտեղ երջանիկ եք, հեռանում եք մտածելով, որ ընդամենը 2 շաբաթից հետ կգաք։ Հեռանում եք թողնելով տուն, տեղ, ունեցված, ամեն ինչ, հեռանում եք ակնկալելով, որ կայցելեք ձեր ոչ պակաս սիրելի ծննդավայրը, կտեսնեք բարեկամներին, կտեսնեք ընկերներին և կվերադառնաք ձեր երջանիկ առօրյային, բայց հետո աշխարհը փոխվեց։ Եկած չեկած այս քաղաքը մենք արդեն զգացինք վայբերը։ Նայեք հələ տոնորալ կենտրոնական երկաթգծի կայարանն է ու այդ կայարանինքից մետրոյի կայարանն է։ Նայեք մարդկություն չկա։ Խախանդ, այսօր էլ նոր տարին է չինական։ Խախանդ, մարդ չկա։ Իմ համար աշխարհի երկրորդ լավագույն քաղաքն է, իմ երկրորդ տունն եմ համարում, որտեղ 3 տարիս կյանքից տեղ եմ անցկացրել ու հավատացեք ամենաերջանիկ տարիներից էր։ Ուղիղ 5 տարի չենք եղել այս քաղաքում։ Հեսա եթանք հասնենք հյուրանոց տեղավորվենք Հելնելու ենք մեր հին տեղերը, որտեղ ապրել ենք, որտեղ աշխատել եմ, այդ բոլոր տեղերը այցելելու ենք, նկարենք։ Մենք Սուժոն լքեցինք ուղիղ 5 տարի առաջ։ 20 թվականի հունվարի վերջին օրը։ Երբ որ լքեցինք այս քաղաքը, ստեղ կար ընդամենը 3 մետրոյի գիծ, 2-ն էլ կառուցվում էր։ Հիմա գիտեք քանի գիծ կա, 8 գիծ կա, պլյուս մի գիծ էլ էթումա դեպի Շանխայ։ Ուղիղ Disney Resort, Շանխայի Disneyland-ը։ 5 տարվա մեջ 5 նոր գիծ են կառուցել։ Ամեն մի գիծը նայեք քանի կայարան ունի։ Նայեք, հեսա սենց մի գիծ է, կայարանները տենում եք, չէ՞, ովքերը։ Նույն մետրոն, նույն գույները, նույն թարմությունը։ Վանդա Պլազա կա այստեղ։ Արա դե Սուժոն, մեր հարազատ Սուժոնը էլի, հոտը, տեսքը, օդը ինչ մաքուր է։ 3 տարի ապրել եմ, երբեք մի հատ խցանում չեմ տեսել։ Վերջը լավն է, ես հիշում եմ ժամը երեկոյան 7-ին կարայինք ելնեինք, ես փողոցի մեջտեղով քայլենք, ոչ մեքենա կար, ոչ բան։ Այս թաղերին լավ ծանոթ չեմ, իհարկե, Բուջյանք թաղամասն է։ Էթանք մեր հյուրանոցը գտնենք։ Գեթանք արդեն մեր հարազատ տեղերը կտեսնենք այսօր։ Այսօր խուստիկան 10-20 կես է, նորմալ է։ Նիհա։ Hey, ռոբոտը։ Hello։ New Year。春节快乐。春节快乐。春节快乐。一个，好，4个。全部。all。对哦。Ես ինչ տարածքա չեմ ճանաչում էլ նայ։ Որը այն կողմն է ազես, եսի մենք եկել ենք Բուջյանք թաղամասն է։ Smart սենյակ է, թե ոնց ենք եսի ղեկավարելու Չինարեն հետը խոսում էր նոր Ռոբի։ Հələ յան միլ։ Ռոբ կարաս կոնդիցիոները միացնել տաս։ Լավ, այս մի սենյակը ես գնամ այն մի սենյակը, այն մի սենյակը եսա ձեզ ցույց տամ։ Կոֆե դիր, հա ազես։ Գնում ենք իմ առաջվա աշխատանքի վայր 3 տարի, շաբաթը 5 անգամ շաբաթը 6 անգամ մեկ գալիս էի այստեղ ու այս անգամ եկել ենք մոռացել եմ որ ելքից պետք է ելնեինք։ Ես դնդում եմ արը։ Չոտքի ելել ենք։
Այս շենքը հիշում եք։ Լավ դատարկ է, հələ փողոցները։ Թամ այս շենքերը տենց է չեն սարքել, նայ։ Այն նրանք է Վանդայի շենքերն են։ Հե՞։ Որը։ Արա չէ, Լեսյանը նա ինչքան են սարքել։ Այս հետևը նայ, սաղ չկար այս սրանք։ Այն երկու շենքն են, այն վիսոտկեքը նայ։ Այս սրանք չկային։ Էսի նոր են սարքել։ Մի տեսակ հենացել է, չէ՞։ Հիշում եք այն աստիճանները դաշնամուր, որ քայլում եք նվագում էին։ Հիսում է։ Հիշեցիր։ Ստեղ էր հələ արինային։ Բաց ու բրաճ են արել, Չկա հանել են։ Ինչ։ Էսի սարքել են ինչ-որ ռեստորան։ Այ մոս արել։ Արա էս ինչ մի զգացում է։ Համ հուզիչ է, համ գետերը։ Ես Չինաստան առաջի անգամ որ եկա Շանխայի չա, գործատուս եկավ ինձ Շանխայում դիմավորեց, մեքենայով բերեց ու Սուժո եմ եկի առաջինը։ Սուժոն ենք ապրել, 3 տարի այստեղ ենք ապրել։ Այս քաղաքը բոլորը կոչում էին Չինաստանի դրախտ։ Ասում էին երկնքում դրախտ, երկրի վրա Սուժո։ Դե ես այն վաղ մտածում էի երևի Սուժոյի ժողովուրդն են դրա համար են ասում, բայց իրանք ասում են բոլորը Չինաստանում ասում են տենց։ Հետո Շանխայ են գնում, Շանխայում էլ էին տենց ասում, դե ասում էի մոտիկա։ Բայց այս վերջի անգամ որ եկանք արդեն լրիվ հյուսիս։ Ինքնաթիռով ենք եկել, ստեից ինքնաթիռով մի 3 ժամ է տևում։ Գնացինք ընդ արդեն որ։ Ընդ որ հարցնում է, ասում են էլի Սուժո են նշում։ Սուժոն Չինաստանում այդ ձևով են հարգում, երկու անուն ունի։ Ասում են չինական դրախտ ու ասում են Չինաստանի բան, Վենետիկ։ Ամբողջ քաղաքը, որտեղ կանալներ է։ Գետեր, կանալներ ու 3 հատ լիճ ունի, հենց Սուժո քաղաքը։ Մեկի մոտ հենց մենք ենք մնում հիմա մեր հյուրանոց։ Բայ բաց ամորը սարը։ Բաց համ մտնենք տենանք երևում, հա։ Ուրա մարդ չկա, հսկից չկա, բայց ընդ է փագ է։ Այն դեից էինք մտնում, հիշում ես։ Չէ, ընդ է փագ է, թամ, քարուքանդ վիճակ է։ Տենց է չի վերականգնվել է։ Արա ես լիֆտերը մոս։ Այդ նույն լիֆտն է, նույն վիճակը։ Ող ստե հիշում եք երեխեք որ բանի Կինգտայի շահին է։ Էբին է։ Կինգտայի շահն հետ որ խաղում էիք։ Տրմածառը դրած։ Արա ես նկարչությունը կա հլը։ Ես ինչ նորություն է։ Այս էլ բասկետբոլն էր, հիշում ես։ Ոյ, հələ կա։ Արա էսի ոնց չեն փոխել։ Չէ, հենա այնտեղ էր։ Այս կոմը երևի եթե լինի, այս կոմը։ Գիտեք ինչն է հարցը, մենք որ գնացինք, կովիդի ժամանակ էր, նոր տարին եղավ, ասենք գնանք Երևան, հանգստանանք, հետ գանք։ Եկանք ու կովիդը սկսվեց, տենց է չկարողացանք հետ գանք։ 3 տարի հետո նոր եկանք Չինաստան, բայց Սուժո չեկանք, գնացինք անշան։ Հիմա մեր ապրանքը, մեր տունը տենց թողել ենք, անգամ ես ամուսնության ես մատանին, սաղ տենց թողել էինք, գնացել էինք, որ հեսա պետք է 2 շաբաթից հետ գանք, էլի։ Գնացինք ու տենց չկարացանք գանք, մեր ամբողջ տան ունեցվածքը տունը, սաղ մնաց ընդ է։ Ստե էլի Սուժոյում։ Ու հետո այդ տունը պահեց, այդ գործատուս պահեց, մի տարի ու կես տունը պահեց, այս դպրոցը հազիվ ձգում էր, աշխատում էր, ու հետո վարի գնաց, փակվավ, ու տենց մեր ապրանքը այն տունը, որ էլ չէր վճարում, հանձնեց, այդ տնից մեր ապրանքը տեղափոխել էր ստե, ու այդ ապրանքը հիմա ստե մնացել է։ Դրա համար է, բայց այս մի տեսակ ուրիշ ձևի է, Panasonic էս ինչ։ Ժող չգիտեմ, երևի ձեր տեսանկյունից այդքան հետարքիր չի լինի այս պահերը,
բայց կոնկրետ մեր ընտանեկան բահերով սա շատ հուզիչ է։ Տպավորիչ է, շատ հուզիչ է, շատ բաների հետ է կապված, մեր հիշողությունների հետ է կապված։ Դրա համար մեր համար շատ խորհրդավոր նշանակություն ունի էլ այս տեղը։ Այն կողքի շենքը, այնտեղ խանութներ կային, որ միշտ օգտվում էինք, այնտեղ մարզասրահը կար, որտեղ հաճախում էինք, այնտեղ ռեստորան կար, որտեղ գնում ենք սուշի։ Ռեստորան չէր էլի, սուշի էին սարքում, տալիս էին։ Նավիվը ստեղ չունեին նստելու, ուղղակի առնում հետը տանում էիր։ Բայց փողոցը լրիվ փոխվել է։ Ստեից գալիս փող էի հանում բանկոմատը։ Հեն ալնա է, լրիվ ուրիշ քաղաք է դառը, այս շենքերը չկային։ Այս փողոցը չկար։ Ասեցի չէ, 5 հատ նոր մետրոյի գիծը ավելացել։ Այս փողոցը չկար, ստե փակ էր։ Հիշում ես թամ, հելնում սենց փողոցով էինք անցնում, է։ Այն որ 3 տարի ասում էի արա, այսի երբ են սարքելու։ Այս փողոցը չկար։ Այ այս փողոցը չկար, գոյություն չուներ։ Նորա, փակած էր էլի։ Մեր տունը կեթանք հեսա ջուտ։ Ընդ էլ բան կա, մետրոյի կանգար կա, ընդեից կնստենք կեթանք։ Ա, էսի նոր ռեստորան է, էսի չկար։ Nike-ն ու Adidas-ը կան։ Ա, այս Adidas-ն ու Nike-ը այնքան ենք առևտուր արեստից։ Ու այդ ինչ առևտուր էինք արել, երևի մեծ մասը սաղ թողել գնացել էինք։ Անգամ պիտակները չէինք հասցրել, պոկեինք։ Լիքը տենց բան մնացել էր։ Նոր նայում էինք, ոնց որ տարե թափել են արդեն, երևի դե 5 տարի ստեղ էլ խոնավ տեղ է։ Երևի սաղ փչացել է այդ ապրանքը, տարե թափել են իմ կարծիքով։ Վաղը չնայած զանգեցի այդ գործատուից։ Իրան կհանդիպեմ, հələ կհարցնեմ ինչ եղավ, ոնց եղավ։ Ա, հեսա, այս Adidas-ը։ Չգիտեմ, ինձ թվում էր ամենալավ ապրանքը որակով ստեղ է։ Ստեից շատ էի առևտուր անում։ Նիհա։ Հələ հելնենք տերետ։ Կոշիկները նայենք։ Իրոք լավն է։ Հե։ Ո, մի անգամից պաշկից լավ վերևոց։ Այս նկարները նույնը։ Ստեղ զեղչված էին, ստեղ outlet էր։ Միշտ լավ հավեսով զեղչեր էին լինում։ Համ գինն էր լավը, համ որակն էր շատ լավը։ Դրա համար էի սիրում ես խանութը։ Անգամ մերոնք հələ չէին եկել։ Բոլորի համար ստեղից կոշիկներ, բան, ամեն ինչ գնել էի։ Պատրաստ կոշիկ կար, ռոբը տենց էլ չհակավ, միջև հիմա տենց չհակած մնացել էր։ Առել էի դեռ մեծ էր։ Հետո տարա Երևան մեծ էր վրան, իրանց բերեցի, մնաց Երևանում։ Հետո արդեն 1-2 տարի հետո արդեն շատ փոքր էր։ Ես մնաց։ Լավ էլ գներ են, չէ՞։ Լավ հավեսով որակի բաներ են։ Գինը 80 յուան։ Լստե։ Աշկես չնախատեսված շոպինգ անենք թամար։ Լստե։ Հələ նա ինձ 80 յուան էր թույն ոտքաս։ Adidas, հա։ Ում Ռոբին։ Հա։ Mən ժամանակ ոնց բլոգերություն չէի անում։ Այն ժամանակվանից անեի հիմա մի 100,000 նայող կլներ։ Կլներ թե չէ։ Այն ժամանակ ջահել էի, ավելի էներգիայով լի։ Բայց լավն են, ստեի ապրանքների որակը լավն է։
Մեր քաղաքին է լավը չէ։ Գինը լաթույն 330։ Հաստա ինչ-որ կեղտ կա, բայց հետևը կա։ Սիրունա, չէ։ Կուզես ախպեր։ 1400-200 տալի։ Հələ հա գիտենա։ Էս էլ Nike-ն է, ժո, հենց կողքն է։ Այն Adidas-ներ են, էս էլ Nike-ը կապած։ Ստեից էլ էինք առևտուրանը։ Ստեից էլ եմ ահագին բաներ եմ բայց առել։ Գիտեք ինչներ ստե հետաքրքիր։ Այն ժամանակ Հայաստանում են որ սև ուր տոնական զեղ չէր բան, սուտի բաներ էին, էլի միշտ գները սուտի փռիչացնում էին։ Ստե իրական այն կարգեր իջնում, որ խոսքի մի բան տենում էի դուրս գալիս էր, նայում էի երբ է մոտակա տոնը, սպասում էի, խոսքի 500 յուան էր, ասենք մի հատ սիրուն, չգիտեմ, սպարտիվքի վերխ էր կամ շալվար էր։ Տոն օրերը գալիս էր 100 յուանով գնում էի։ Hey sir, Yes. it's a vlog? No, not live. Not live. No. It's for me. I used to live here long time ago, so I'm remembering. It's not allowed. We can live. Life is not allowed. Yeah. Յանում ինչ տարբերություն live դու պրյամո էֆիր չի կարելի։ Ստել են բայց որակով լավն են, բայց դե թանկ են։ Վերջենքան են անելու մի բան առնեն, անիմաստ։ Ընկնա։ With your friends? No, it's just recording. Oh, It's not live. okay. You travel in China only? We travel here now, but before COVID, I lived here for 3 years. Oh, I work right the next building. oh. I bought so much stuff from here. So we came to remember its memories. Oh, okay. You enjoy it? Yeah. Okay. We came to Suzhou only 2 days. 2 days. You will live. Now we live in Dongbei, Liaoning, Oh. Anshan, if you know. Anshan.对。 Okay. Սա անգլերեն է խոսում, արա հիմա։ Մարդիկ էլ տենում եք ինչ ընկերասրեր, ուրախ։ Սա գալիս խսկվում, չգիտեին ոնց ասեին մի նկարի։ Եթանք Վանդա։ Հա, դե Վանդա եթանք ուտենք։ Բայց բանը չկա, նայ, ճալախունն չկա, Carrefour-ը, Burger King-ը, Lunkin Coffee են բացես դե չկա։ Հա, drinks-ը արդեն։ Այն կոմը չէր թամ սուշին։ Algebraist coffee, ինչ algebraist coffee։ Այս շենքը մեր մարզասրահն էր, ստեից բարձանում ենք, այն վերևի հարկը։ Ամբողջ այս շենքի այն ծերից միջև էստերը սա մարզասրահ էր։ Օրելի մեծ, հսկայական տարածք էր։ Ու էժան էր, չէ, ինչքան էինք տալի, հիշում ես, թա։ Ժամանակ չունենք, 2 օրով ենք ընդամենը եկել, դրա թե չէ կհելն էի ցս կտայի։ Ամբողջ ընտանիքով գալիս ենք մի 2000 յուան էի տվել տարվա համար։ Այս մեծ հսկա փողոցները։ Արա բրծավ։ Շուտերի։ Այս ոստիկանական կետը այն վաղտը կար։ Ստե են հերթերը հիշում եք կլոր։ Այն որ հերթ էին կայնում կլոր ձվի։ Տարիքով մարդիկ։ Էս այստեղ բաններ առել, Carrefour սուպերմարկետ էր, այստեղ առևտուր էին կանում։ Եկեք կանաչա, այս շենքերը, այս սև շենքերը չկային։ Լավ էր էլի ստե բաններ, այն դամպլինգների տեղներ, հիշում ես։ Տապակած դամպլինգներ էին ստե ուտում։ Մալաթան չկա։ Տոնը այսօր նոր տարին է, չկա, որ սաղ փակ է։ Սաղ չէ իհարկե, բայց մեծամասնությունը փակ է։ Թամար Burger King-ը մովսերը։ Ընդ հա նստում էինք միշտ։ Ես է գործից հելում գալիս թե մեկ բերերիվ էի անում։ Կարող է էսեր է, չէ, էսի բանն է, բաուձը է, ջաուձը չի։ Էս ինչ է, էս ինչ համուր բան է։ Նիհաո։ Չգիտես շմա, Ռոմա։ Ջուրո։ Ջուրո, Ջիրո։ Pig, everything pig.
No, this chicken. Ասում է ETN լայ է, բայց դե ETN-ը հիշում եմ։ You want pig or chicken? Pig or chicken, Rob? Chicken, Lianga, Iga. How come everyone in Suzhou speaks English? Only can little. Now, 5 years ago, no one could speak. Զուվի մեջ է պաստորեն, ես գիտեի հացի մեջ է, շաուրմա տիպ ինչ-որ բան է։ Բայց չէ, ձվի մեջ է, պատատած, հավի միսով։ Իմս ինչ է, խոզի միս է էլի ձվի մեջ։ Ձվածեղով շաուրմա են էլի անում։ Պոստը այդ հացի տեղը ձվածեղն է։ Քոն ուր է։ Էլի կամ։ Էլի հանի էլի։ Չիպսերով, խամով, սոուսով, իմն էլ էր լավ է։ Հետարքիր ուտելիքի գաղափար է։ Ձվածեղի լիստերի մեջ պատատած նույն սենդվիչնական բուրգերն է, ուղղակի հացի տեղը ձվածեղ է։ Համարը վերջը լացեց։ Իմ լացել է, ես է կուզեի լացեի, բայց մի բան ասա ես է լացել։ Չէ, սա տեսը մաշկերն են մալացած։ Հայլը անցել է արդեն։ Այս շենքերը։ Այս փողոցը ամեն օր անցնում էի։ Ենքում ես։ Ֆուդկորտով են ներսը նայ։ Սրանք ոչ մի բան չկար, այս թաղամասը լրիվ նոր է։ Ու այն ժամանակ որ փակ էր, տակն էին սարքում, գետի տակն էին սարքում, բաներ, մետրոն էին երևի սարքում, այդ նոր գծերից ինչ-որ մասներ։ Ու հիմա սրա տակ էլի բան կա, այն հյուսիսայինի տակ որ կա է, մոլը, ոնց է կոչվում, հյուսիսային մոլը, սրա տակ էլ կա, տենց քայլելու մեծ ճանապարհ է միջև ընդ է։ Էսի բայց նայ փայլը ոնց է կորցրել, հա։ Չէ՞։ Հա, այն ժամանակ ուժեղ քայլում էր, նոր էր։ Այս շենքերը ես որ եկա նոր սարքում էին, վերևը վերջացնում էին։ 17 թվականին։ Ես ստեղ էի որ վերջացրեցին։ Այն ժամանակ նայում էի, ասում էի, ինչ ահռելի մեծ շենքեր են։ Հիմա այս բնակելի շենքերը համարյա իրա չափ են։ Գետինը մաքուր է, ժողովուրդ։ Առաջ ինչ հիմա։ Սուժոյի յուրահատկություններից էս սկուտերները։ Ամեն տեղ էս e-bike-երը կան։ Քաղաքի մեծամասնությունը սրանցով է տեղաշարժվում։ Են էլ հիվանդանոցն է, հա։ Են հիվանդանոցը էս է։ Էս մեծ շենքը որ կա, հիվանդանոց է։ Նայեք էլ այդ կեսներ երևում։ Տակն էլ դեռ ավելի լայն տարածք է։ Այդ հիվանդանոցը առաջի անգամ մտա։ Հիշում եմ տպավորությունս մեր օդանավակայանից մեծ էր։ Եկեք անցնենք էլի։ Այս կողմը բայց չեն սարքել, նայ։ Այս կողմը այն վաղ բան էին անում, հավաքում էին։ Մոլախներ էին մեծ։ 2-3 մետրանոց այդ դրանք էին կտրում, հավաքում ու բան էր, թեթև ցանց էր քաշած։ Հիմա նոր կառուցապատում է, բայց աչքիս են կառուցապատման խնդրի ժամանակ կանգնացրել են, որտեվ հնարավոր չէ այն ժամանակից մինչև հիմա, եթե ընդհանուր չավարտեին։ Ես 2017-ին երբ որ առաջի անգամ եկա Չինաստան, մենակ եմ եկել։ Ընտանիքս չվերեցի, համարին երեխեք չեմ վերել։ Դե այն ժամանակ տեղյակ չէի ինչա ոնց հասի գնամ, իմանամ ոնց է ինչա։ Հետո որ արդեն իմացա նորմալ է, խնդիր չկա, կարելի է բերել, հետո փաստաթղթերի խնդիր կար, պետք է իրանք է ձևակերպենք, այդ գործատուսը չէր կարա։ Արդելով գործակալներով կարողացանք կազմակերպենք, մի տարի անցավ։ Եկավ այն ժամանակը, որ պետք է արդեն իմնել երկարացնենք ու իմ երկարացնելն ու ընտանիքիս փաստաթղթերը իրար հետ արեցինք էլի։
ու միջև իրանց գալը իրանք 18-ին եկան, այդ մի տարին որ ստե ապրել են, այս շենքում են բնակվել։ Այն առաջինը, այն մեկը, այս երեքը իրար կպած են, այն առաջինում է բնակվում։ Հələ տեսքը ոնց է փոխվել, ծառերը չկային։ Այս ծառերը իդեպ գիտեք ինչն է հետարքի ժողովուրդ, այս ծառերը չեն տնկում ինքը աճում է, այս ծառերը հենց մեծ բերում են, տնկում են դեմից մի տարի, երկու տարի, այ հենա, հենց էրը եթե նայեք կտենակ ուշադիր են վերջում, ես հələ եթե հնարավոր լինի կմեծացնեմ, այդ հենց հիմք են դնում փայտերից, ինքը մի տարի, երկու տարի մինչև արմատները պնդանում է, հողը բռնում է, հետո բաց են թողում, բացում են ու այսպես տեսք է, նայեք, գեղեցիկ, իմ ժամանակ սենց 5 տարի առաջ այս ծառերը չկային, ու եթե հանգարց մեկը վնասվում է կամ փչանում է մի բան է լինում, ոչ պատշաճ տեղում փողոց անցնենք, վերջը, եթե մի ծառ վնասվում է, մի բան պատահում է, տեղն ու տեղը հենց բերում էին, մի օր նայում էիր, ծառը չկա, այդ նույն օրվա երեկոյան արդեն բերում նորն էին դնում, հեսա, այս մեկը օրինակ երևի փոխել են կամ ինչ են արել, տեսեք հիմքը, դրած, որ ամրանա, հետո հանում են, բայց այս շենքի վիճակը Արա մի տարից թե ապրեցի, ես խանութը կար մուրս սարև, ես խանութը են ժամանակ, 24 ժամանոց խանութ է, 7 օր 24 ժամ աշխատում է, ես նույն խանութը գիշերը հելնում էի, սիրտս կարը ջուր ու չիպս էր ուզում գալիս մի կալում էի, թամ էլի ուզում ես լացես, Թամարենց երբ որ բերեցի եկանք ստե մի 3 օր ապրեցինք միջև նոր տունը վարձեց Հելնենք, հել ուզում եք հելնենք Այ հենց ես շենքն էր Ստեղ է բան կար, հյուրանոց կար վերևը Ամենամեզնից բարձր Արա պատուհանը որ Չէ պատուհանը այն կոմից էր, ես կոմից չկար պատուհանը հիշեցի Ստե մի հատ փախած վարսավիրանոց էր ներքևը Արա ես ինչ բոմժնոց հա դարետ հա Ո՞տ են վաղտ սիրում է Են վաղտել էր պրինցիպի այդքան բան չէր էլի համեմատած Այս փողոցը լավը չէր, բայց տունը լավն էր Ռո բարի տե կարող է մեքենա լինի Մուտքը այն կոմից էր, չէ Ընդեից է կար, այս կոմից է կար Արա անունը Վիեննա հոտել ես հա Մուտքներ են կոմից է, ներսից էլ մուտք կա Այստեղ, այս շենքի 9-րդ հարկը որն է պատուհանս էր Այստեղ իշում ես, մենք եկան այսպես Հա մի կերպ ասած Մտնենք, ելեք, էլի լավ Մի րոպեի ա դե, լավ, էլի որն է Ռոբեն մի հատ վիդեո կա են, որ դուրս են գալ են շուն եկա, որ ինձ թողեք դուրը փակիկ Հիշում ես, այդից տեղ էր Ես լիվտը բաներ են դրել, հեռուստացույց են դրել Առաջ չկար Բայց իններ արա, հաստատ չեմ հիշում Բայ եսի ուչ տեսք ունի Թե ես էր Արա ես էր, բայց որն էր, հələ սպասի համարը կհիշեմ Ես էր Ես էլ Արոն էր մնում Հարտոկոս Հա Թե եսի ես էի մնում, Արոն են մեկ վեր Չէ, եսի ես էի Արոն հենց իմ կպած էր Պատիս, հա էլ էտ էր
10 էի կարծեմ ես 910-ը, ես էլ են մի հատ դեբիլ հարևան ունեի, որ հա որ երգում էր սա գիշեր ելնում դուրը ջարդում էի չէր բացում։ Իմ հարել։ Օրոնից էր կատաղացնում, գիշերը բան էր, պրյամո էֆիր էր մտնում, ուղ եթեր էր անում, արա սաղորը բանը միացնում երգում, չէր թողում քնեի ելնում դուրը ջարդում էի, ձենը կտրում էր, մի քիչ մնում անցնում էր, մեկ էլ էլի սկսում էր։ Ստեղ էլ բալկոններն էին, էլ եկեք։ Ոնց վրես չի ազդում։ Սարանես շենքերը չկային։ Այդ նոր բանն է, թաղամասն։ Եկեք լավ, հելա։ Արա գալիս ստեղ վաղ։ Նոր տարիս է որ անցկացնում է, մենակ թամեր հետ կապնվել է։ Ես ու Արոն։ Հա։ Ես հիմա գնաց է, Ես շատ գիտեմ երևի։ Ստեստաները հիմնական բոլորը մի հոգու են պատկանում, կամ մի քանիսը մեկինն է, մի քանիսը մյուսինն է, բան են անում, վարձով են տալի էլի։ Փոքր մի սենյականը ստներ են, բայց մի սենյակը 50 քառակուսի էր։ Մի սենյակ էր, տենց կպած բաններ, խոհանոցն ու բաղնիքը, կատուն վեշնի կարստ է, հենա էլի կատվի ձենը։ Հելոք։ Արա հիմա նայ, չեմ հիշում է կոնկրետ։ Ամեն շաբաթ եւ կիրակի օրերը ես հելնում էի առավոտ շուտ ժամը 7-ի կողմերը գնում էի McDonald's McDonald's-ի նախաճաշն էի անում ինչպես հիմա հիշում եմ 6 յուան մի հատ բուրգեր էի եկալում մաֆին խոզով ու ձվածեղով ու մի հատ է բան կոֆե մի բաժակ կոֆե այդ ամեն ինչը այդ բարիքը 6 յուան ընդամենը վերցնում նստում էի հանգիստ իմ համար վայելում էի ու գնում էի աշխատանքի դե շաբաթ կիրակի օրերը առավոտ շուտ ենք սկսում մնացած օրերը կեսօրից էինք աշխատում ստե հիմա չեմ հիշում որտեղ է McDonald's-ը ու ոնց ենք գնում գիտեմ որ մոտավորապես այնտեղ պետք է լինի օй քեզի բան սենց կարելի է 5 տարվա մեջ 5 չէ բայց 7 որտեղ մենք վերջի 2 տարին ստե չէինք ապրում ստեի վերջի 2 տարին էլ սուժոյ Ni hao, Di Tian哪里嘛？Di Tian，冰龙路西，冰龙路西。往这边，丙龙路，北龙路，丙龙哦，前面就到了。啊丙龙路是四岔马路对四岔马路，哪里哎， ？OK，就是4号线，4号线。谢谢。春熙快乐。Ոնց չեմ հիշում։ Հա հենա, եկա փողոցը սա դարպարտ նայեք։ Կենտրոնն է, գուսուն Սուժոյի կենտրոնական մասերն է։ Բույն Շանխայում չէ, որ բանում ենք, մեր հյուրանոցը մեծ կենտրոնում էր։ Մեծ կենտրոնից փոքր կենտրոն մետրոյով իշքան գնացինք, մի ժամ, չէ։ Մի ժամ 10 րոպե մեծ կենտրոնից փոքր կենտրոն մետրոյով գնում ենք։ Այդ այնց ահռելի չափերի քաղաքներ են։ Նույնն էլ Սուժոնն է, էլի։ Ես էլ McDonald's-ը։ Ստե drive-thru-ն է, ստե մեքենայով կարա մտնի պատվիրի, ստե այն կողմից էլ արդեն նստելու տեղն է։ Հələ դառնա լրիվ չինական տեսականիա։ Այս McDonald's-ը շատ հարազատ տեղ է։ Շատ ժամանակ եմ անցկացրել ստեղ։ Նույնն է, արա լրիվ նույնն է։ Հա, ստեղ խաղում էր, վիդեո էլ ունեիր է, մի հատ։ Հա, մի հատ չինացի աղջկա հետ ստեղ։ Ստեղ։ Իրար հետ խաղում էիր։ Արի։ Արա մեծ է արդեն այդ տղա ջան, այն վաղտ բույդ չէր հասնում, ընդ հիմա ասես քայլով կհելնես, չէ՞ արդեն։ Հապա։ Ո՞ւցունը չի։ Չէ, ասես։ Այն վաղտ փոքր է իրար ասում եմ մի տարեկան չկա իր։ Եկել էիր։ Այնտեղ էի նստում միշտ, այնտեղ պատուհանի մոտ, պես երիտասարդը որ նստած այդ նստում էի, առավոտը մի հատ մտքերս հավաքում էի, ըմպում էի սուրճես ու գնում էի։ Եթե վիդեոներս նայել եք կհիշեք,
կարծեմ Դալյանի տեսանյութի մեջ էր որ պատմում էի շլագբաումը տվեց գլխիս, հեսա, այս շլագբաումն էր, հա։ Այս, հեն այն որ փակվում է, բացվեց էլի, երևում է, նայ, այստեղ էլի մտքերով եկա այս մեքենայի տեղով անցա, շլագբաումը դամ, տվեց գլխիս, գանգես սրվել է, այս շլագբաումն էր, օրոյսի ոնց տվեց գլխիս, լպատկիրացրա ես երկաթը, ուղիղ սենց մեջտեղը գանգես փակվավ, մի բան նկատել ես, Այն ժամանակ ստե ամեն քայլա փոխին դպրոցներ էին, անգլերենի, կենտրոններ, հիմա չկա։ Հենա, էլ են օլիմպիական կենտրոնը, ստե Starbucks-ն էր, Starbucks չէի սիրում, Starbucks Գերմանիայից չեմ սիրում, դուրս չեկավ ու չեկավ, սյա։ Նարա Սուժոն, ինչ սիրուն, ինչ մաքուր, կոկիկ, Մինչև հասնենք մեր տունը, մուտ կլնի լրիվ, հեսա լավ եկեք շուշուտ, ես էլ մետրոն։ Երկրորդ օր Սուժոյում նստել ենք նոր գիծը, երրորդ գիծը, մեր ապրելու ժամանակ ստեղ չկար ես գիծը նոր ալրիվ, թե ոնց էին սարքեին չէին արա, հետո կպատմեմ բիժանոց էր, բայց էլ ստե նայեք, թեմի առաջի վագոնն ենք նստել, ստե նայեք։ Ուրա, վարորդը ուրա, չկա, ես հա վարորդը, վարորդը լեինց նայի։ Ռոբ ջան, ուշադիր կշի աղբեր, ես կան մարդ, արա ոնց հա գալի ուղիղ կանգնում։ Այն չել երկար հլը վերև ինձ սիրնա։ Գնում ենք ես քաղաքի ամենամեծ մոլը, քաղաքի խորհրդանիշ հանդիսացող այդ շենքի տաբատի շալվարի նման շենք կա, որը իրականում դարպաս է, կոչվում է արևելքի դարպաս ու իր տակը մեծ մոլ կա, մի շատ հետարքիր մարդու հետ ենք հանդիպելու, իմ առաջվա գործատունա։ Ես ինչ ա, մինիսոյա? Մեր չինացի ընկերոջ երեխայի համար նոր հազիվ երեխա ունեցա, չէին կարում երեխա ունենալ։ Մի հատ տենանք ինչ խաղալիք կարելի է ձեռք բերել։ Այս են դուդի ասած արգելված վինի պուխն է, դրա համար ժողջան ասում եմ, լսում եք, բոլորին հավատում եք, հետո էլ ինձ եք ասում սենցա ընենցա, ես են անում չինացիք, են անում, սութ է ինձ լսեք, ես կյանքում միչև հազար ձևի չստուգեմ, միչև տեղացիներին չխոսամ, չհարցնեմ, չճշտեմ, կյանքում չեմ ասում, դուրը կգա երևի, Սուժոյի հանրահայտ կատաղած մոծակները, գրանք բացահայտենք ձեր համար, մենք եստեղ շատ ենք եղել, բայց 5 տարի առաջ, սա դեր ուղակի մուտքի մոտ է, սա չի, վերջը չի, սա հաշվեք նախամուտքն է ուղակի, մեծությունը ուղակի աննկարագրելի է, ինչքան ժամանակ է, վերջի տեսանյութից արդեն մի ժամ անցել է, թափառում ենք, վերջ չկա, ու հլը վերևել չենք էլ է, նոր բարձրանում ենք։ Ես ալին այ, ինչ մանրամասն ցույց է տալի։ Վերել է բուրմանի դրախտը ծուցավ, հոտերը զգում ես մի։ Հլը նայ, հլը բերես սրանք նկարի, խարնել եմ,
Չեմ էլ իմանում ինչա, բայց Էսի շլավ հոտեր են, սաղից լցնում ենք, սոուսներն է, այստեղ գալիս լցնում ես, հետո արդեն հիմնական ուտելիքը սաղ սխտոր է, մենակ ես գիտեմ, էսի սխտորն է, էսի ոնց որ լոբի է, ես չգիտեմ ինչ է, առախիս է, բեր միջ լցնենք, էսի երևի սոյա է կամ սուսն է, Soy sauce, vinegar. Vinegar ոնց կլինի հայերեն։ Քացախ։ Մեր հանդիպումն ավարտվավ, պարզվա, որ տեսամ կարոտել էի։ Շատ լավ տղա է, հոյակապ տղա է։ Կյանքում չի բան արել ցույց տվել, որ ինչ-որ ինքը գործատուն է, ես իր աշխատողն եմ։ Ես էի, գործը տվել էր ինձ, ամեն ինչ ես եմ, ղեկավարը, ամեն ինչ ես եմ։ Իմ ուզածով արել, ինքն էլ քանի որ ինքը մասնագետ չէր, ինքը ուղղակի ներդրող ոնց որ լիներ, ամեն ինչում ինձ էր վստահում։ Իմանալով որ մասնագետը ես եմ, միշտ ես ասում եի, գալիս ասում էր, էսի սենց անենք, ասում եի, չէ, սենց ասում էր, օքեյ։ Մեր ազգը սիրում է, չէ, ես եմ, ես տերն եմ, ես պետք է ասեմ ոնց է լինի, ինչ է լինի։ Տենց բան չի եղել։ Վերջը լավ, խոսացինք, լավ էր։ Հիմա հելենք ձեզ մի երկու տեսարժան վայր ցույց տամ։ Ու ամենասիմվոլիկ, այս քաղաքի սիմվոլը ձեզ ցույց կտանք, այդ շենքը չեմ ցույց տվել։ Արևելքի դարպասը, ինքնաթիռ քշելու սիմուլյացիա։ Լնայ, լրիվ։ Let's go， 听到没有？好，一人一把向前领上啊。Let's go， let's go， gidelim。Լստենա Սա է Սուժոյի հանրահայտ արևելքի դարպասը Gate to East Քաղաքի մեջ բաց տարածություն է, բացօթյա տեսեք առանձին ծխելու հատված smoking area գաստը նստես ծխես սիգարետները հանգցնես որ քաղաքում ոչ մեկին չանհանգստացնես առանց սրա ձև չի կախում եմ կոֆեից իմ արև կոֆե addict եմ ես Ինչ լավն արա խախանդ, հանգիստ լուր, շաշ չկա ռելաքս վիճակ այս կական ուտակ է մեր անշանում իդեպ նոր ընկերոջս հետ էի խոսում, ասում 22 աստիճան ցուրտ, մի մետր ձուն է եկե խայտարակ վիճակ է Իսկ ստե գեղեցկությունը, արևը, գույնը, ժողովուրդը ուրախ, շվշվացնելով քայլում են Են էլ մեր սիրելի են ժամացույցով շենքը գնացեք կանաչա
Ստե մի հատ այգի ունեն Central Park։ Եթե իմ ալիքիս առաջի տեսանյութերը նայել եք, կարծեմ ամենաառաջի տեսանյութը սա հենց Սուժոյից։ Ամենաառաջի, դա 19-րդ թիվն է։ Նայեք, այս նույն այգին է։ Այստեղ վերևը կտեղադրեմ ես, հա, վկլատկեն։ Նայեք։ Հեսա կեթանք մի հատ էլ կնկարեմ, տենանք ինչ փոփոխություններ է ձեռք բերել։ Մեր գեղեցիկ կենտրոնական այգին Suzhou Central Park։ Արա ձենը ինչ խախանդ է, ինչ լավն է։ Հա։ Բան են, արմավենիներ են, հեն վաղտ էլ կային։ Հե? Այս վերջի անգամ որ նկարեցինք բան էր, ջուրը հանե մաքրում էին մամուրը։ Ցամաքացրե մամուրն էին մաքրում ուղակի։ Այս տեսանյութի մեջ որ կա մեր ալիքի առաջի։ Ընդ դառն էր, դատարկ էր։ Դրոնը այդ օրը չէ, դրա նախորդ օրն էի գնե, ստացե։ Հենց առաջի նկարահանումը էդ էր։ Անեցի նկարեցի։ Ձեները ամառելներ բալիին կնմանացնի։ Արալ են շենքերը սիրում։ Բայց դե դրոնով է գեղեցիկ երևում։ Այ տատի մի անգամ ես ապրում, ինչ ես հելեք ես տանջում։ Ինչ խախանդություն, ամիլա։ Օ, գլուխս սենց չեր հանգստացես վերջի մի քանի տարին, 5 տարին։ Ստե քարտեզը հիշում ես, հես առ այդ դաշտը, թա։ Ստե երկրորդ թե երրորդ օրն էր։ Եկել էի Սուժո, նոր որ եկել էի Չինաստան։ Երկրորդ թե երրորդ օրը եկա ստեղ։ Թափառում է, էլ է նայում է։ Մետրոյի կանգառները հետարքիր անվանումներ էի տենում։ Իջնում էի, նայում է, ինչ կա, չկա։ Չէ, արա, առաջի երկրորդ օրը չէր, չէ։ Խափեցի, կներեք։ Առաջի անգամ որ գնացի Շանխայ, մի ամիս թե 2 ամիս անցել էր։ Գնացի Շանխայ, մի քիչ սովորեցի մետրոյից ու գնացքներից այդ սիստեման մի քիչ ավելի լավ հասկացա, նոր այդ ժամանակ սկսեցի հելնել թափառել։ Առաջի անգամ ինքնուրույն հելել էի, միջև այդ Քինգթան էր ինձ տանում բերում։ Ամեն տեղ խանութ դաժե չէի կարա այդ հայ։ Գլուխ չէի հանում։ Գնացի Շանխայ, այստեղ ոնց անենք մի հատ նկարվենք։ Ես չեմ կարա նկարագրեմ իմ ապրումները, մեր ապրումները։ Մեր համար շատ ուրիշ ձևի հարազատ տեղ է։
Իսկ գիտես չէ, Չինաստանի ամենավառ շենքերից մեկն է։ Այդ շենքի մասն է խոսքը։ Այս էքսպոյի շենքն է շատ սիրուն։ Սա Moon Harbor-ն է։ Սուժան 3 հատ լիճ ունի։ Սա երևի գլխավորն է ամենամեծն է Ջինջի Լեյքը։ Տեղացիների ու տուրիստների սիրված վայրերից մեկն է Moon Harbor։ Suzhou Culture and Art Center. Ճիշտն ասած, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը միջև այս պահը նայում է, բացի մեզանից իհարկե, բացի մեր ընտանիքի անդամներից։ Քանի որ արդեն մոնտաժելու ընթացքում հասկացա, որ տեսանյութը ավելի շատ մեր համար է ու մեզ հետաքրքիր կլինի, քան ձեզ, իմ ընկերներին, սիրելի դիտողներիս։ Երևի ձեր տեսանկյունից ոչ մի հետաքրքիր բան չկա, բայց մեզ համար շատ բարի տեսանյութ ստացվեց, քանի որ մեր էմոցիաները, որոնք ապրեցինք Սուժո այցելելուց, մեր համար շատ կարևոր են ու երևի տարիների ընթացքում այս տեսանյութին շատ անգամ կվերադառնանք, կվերանայենք, կնայենք, կդիտենք նորից, էմոցիաները նորից վերապրելու համար։ Իսկ եթե ամեն դեպքում հասել եք, մի քանի բան կուզեի պարզաբանել, նախ երբ գնացինք աշխատանքի վայրը այցելեցինք տեսանք, զանգահարեցի իմ նախկին գործատուի հետ խոսացի, հետո հանդիպեցինք, մի քիչ տանձնական էր, դրա համար աշխատեցի շատ չնկարահանել, քիչ էր դրա մասին տեսանյութը։ Հետո այն դրվագը, երբ փորձեցինք գնալ մեր նախկին տան տեղը, որտեղ 2 տարի մնացել էինք, շատ զավեշտալի բան ստացվեց, ճանապարհին բոլոր ինչքան կամերա ունեի, բոլորը նստել էին ու նկարահանել չստացվեց ու այնպես եղավ, որ մենք տունն էլ չգտանք։ Տեղը թաղամասը նոր էր ու կառուցապատվում էր, մենք երբ որ ապրում էինք ու երբ որ հասանք տեղ զգացինք, որ ամբողջությամբ տեսքը փոխվել է ու տենց իմ կարծիքով մենք սխալ ուղղությամբ գնացինք ու երկար մի 2 ժամ թափառելուց այդպես էլ չգտանք, այնպես որ տենց էլ է հնարավոր Չինաստանում, քանի որ ասում եմ, պատկերացնելը դժվար է 2 տարի մի տեղ ապրես, հետո 5 տարի հետո վերադառնաս ու չգտնես։ Հնարավոր է Չինաստանում, քանի որ ամբողջությամբ փոխվել էր։ Մենք անգամ այնտեղ հարցրեցինք այդ նոր թաղամասերի անվտանգության աշխատակիցների հետ էլ խոսացինք, իրանք ասին, որ այս ամեն ինչը կառուցվել է 21-22 թվականներին, ավարտվել է, այնպես որ չգտանք, դրա համար պահն էլ տենց կիսատ մնաց։ Մնացածը շատ շնորհակալ եմ, որ մինչև հիմա դիտել եք, չնայած նորից ասում եմ, եթե դիտել եք, մի ձև մեկնաբանությունների մեջ գրեք, որ լսում եք։ Եթե դիտել եք ու դեռ հետևոր չեք, ուրեմն անպայման պետք է հետևեք, այնպես որ սեղմեք այդ հետևելու նշանը եւ կաշխատեմ էլ երևի sense տխուր տեսանյութեր չանել, միայն ուրախ դրական, չնայած տխուր էր մեր համար, ձեր համար երևի տխրության ինչ-որ առիթ չկար մեջը։ Կհանդիպենք նոր տեսանյութերում, մնացեք բաժանորդագրված, մնացեք մեր հետ, կտեսնվենք։